Նադիա, նախ ձեր սպասելիքները, ինչ սպասելիքներ ունեք հիմնական դատական լսումներից։ Տեսեք, սա շատ երկար process է, տարիներով գնալու է, մինչև կարողանանք բոլոր ապացույցները ուսումնասիրենք։ Այս գործը դրական ավարտ Հայաստանի Հանրապետությունում կունենա, եթե իշխանափոխություն լինի։ Ես անձամբ չեմ սպասում, որ այս իշխանության օրոք իրենք արդար որոշում են կայացնելու, որովհետև պարզ է, թե ինչն է այս գործի նպատակը։ Այդպես, այնպես չի, որ բոլորին կդատապարտեն, կարծում եմ, այնտեղ ինչ-որ անձանց կասեն, չէ, այս մեկը մի քիչ կապ ունի, մեկը մի քիչ շատ կապ ունի, ինչ-որ ձևով կփորձեն այդպես արդարադատության իմիտացիա ստեղծել, բայց այն, որ վերջնական որոշումը Բագրատ Սրբազանի նկատմամբ, մեծ հաշվով այս գործը Բագրատ Սրբազանի մասն է, ինչքան էլ մենք ենք տուժել այս գործից, սա Բագրատ Սրբազանի դեմ է ուղղված, Բագրատ Սրբազանի նկատմամբ, եթե այս իշխանությունը մնաց իշխանության, մեղադրական որոշում է կայացնելու։ Իսկ միտումնավորություն տեսնում եք այստեղ, որ օրինակ ոստիկանները հենց գործը ձգձգելու համար են մեղադրյալներին չեն բերել դատարան, թե այնուամենայնիվ հաշվի առնելով այս ներքին քաղաքական process-ները ոստիկանները իրոք այդքան գեր զբաղված են։ Այո, ամեն ինչ կախված է ներքին քաղաքական process-ների հետ։ Այսօր տեսանք ամբողջ Հայաստանում ձերբակալություններ են գնում, ուժեղ Հայաստանի թեկնածուներ եւ ոչ թեկնածուներ ձերբակալվում են, մենք չունենք այն ոստիկանական ուժերը, որոնք կարողանան այդ ամբողջ ծավալը ապահովել։ Նույնիսկ ես ձեզ ասեմ, մեզ որ 18 հոգից գտնվում էինք կալանքի մեզ բերելն էլ էր խնդիր։ Մեզ չէին կարողանում բերեն, ասենք մենք նույն գործով անցնող անձինք ենք, իրավունք չունենք նույն մեքենայի մեջ իրար հետ շփվելով գանք։ Գալիս էին ինձ Աբովյանից վերցնում, իջնում էինք Իզմիրլյանից 2 հոգու վերցնում, գնում էինք KGB 3 հոգու վերցնում, այն որ այդքան նստանան այդ մեքենայի մեջ չկա։ Կանգնած վիճակով ոստիկանական մեքենայի մեջ մեզ բերում հասցնում էին դատարան։ Այսինքն այն ռեպրեսիաները, որ իրենք անում են Հայաստանում, այդ ռեպրեսիաներին եղած ոստիկանները չեն հերիքում։ Դա է ուղղակի պատճառը։